Ողջույն հարգարժան տիկնիկ եւ պարոնայք, այսօրվանից եւ այդ պարբերաբար մենք ուղիղ եթերում քննարկումներ ենք կազմակերպելու, այսօր առաջինն է մեր համախոհ գործընկերների հետ խոսելու ենք Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական մի շարք խնդիրներից, ընդ որում թե խնդիրներ, որոնք ավելի երկարաժամկետ դոկտրինալ նշանակություն ունեն եւ խնդիրներ, որոնք հենց օրվան են վերաբերվում եւ ունեն օրերի դինամիկա եւ անմիջականորեն առնչվում են մեր անվտանգության միջավայրին կամ ուղղակիորեն վերաբերվում են մեզ։ Այս ուղիղ եթերում քննարկումները կոչված են վերհանելու այն խնդիրները, որոնք մենք ունենք, խոսքը վերաբերվում է թե պետության արձագանքմանը, թե մեր վերաբերմունքին այդ ամեն ինչին, դրա դրական կողմերը, բացասական կողմերը վերհանելուն։ Իհարկե մեր քննարկումները այնուամենայնիվ չեն կարող օբյեկտիվորեն չունենալ մի շատ կարևոր համատեքստ։ Դա նախընտրական մթնոլորտն է, որի մեջ մենք ապրում ենք եւ ապրելու ենք մինչեւ հունիս ամիսը։ Այսօրվա մեր քննարկման մասնակիցներին եմ ցանկանում ներկայացնել։ Մասնակիցներն են Լիլիթ Դալաքյանը, Հարություն Մկրտչյանը, Արման Բոբոջանյանը, Դավիթ Ստեփանյանը եւ ես Ռուբեն Մեհրաբյանը։ Դե ինչ, օրերս ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակեց սոցիոլոգիական հարցման արդյունքներ, իսկ դրանից օրեր առաջ պրոֆեսոր Ներսես Կոպալյանը ներկայացրեց Երևան Ռիփորթում իր սոցիոլոգիական հարցման արդյունքները եւս վերլուծությամբ նաեւ դրանց ըստ էության դա փորձ է հասկանալու ինչ է իրենից ներկայացնում նախընտրական Հայաստանը, ընդ որում հարցվողները պատասխանում էին թե ներքին քաղաքականությանը, թե արտաքին քաղաքականությանը վերաբերվող հարցերին։ Իհարկե, այնպես չէ, որ այդ հարցումները 100%-անոց ճշմարտություն են, բայց այնուամենայնիվ նրանք պատկերացում են տալիս այս ամենի մասին։ Փորձենք հասկանալ, թե հասարակական ինչպիսի տրամադրությունների հետ մենք այս պահի դրությամբ առնվազն գործ ունենք եւ ինչ միտումներ են ուրվագծված եւ որտեղ մենք ինչ այսպես իրավիճակում մենք կհասնենք դեպի հունիսի 7։ Լիլիթ, համեցեք դուք ծանոթացաք այս IRA-ի հարցմանը, նաև Ներսես Կոպալյանի հարցման արդյունքներին, ձեր այսպես ընդհանրական եզրակացությունը, հա, մենք որ կետում ենք գտնվում եւ հասարակությունը իր այսպես ինտեգրալ, հա, հավաքականության մեջ ինչպես է դիրքավորվել ձեր գնահատականով համեցեք։ Ես ճիշտն ասած առաջին ուշադրություն դարձրեցի այն մեծ թվի վրա, որ չկողմնորոշվածներն էին կազմում եւ իհարկե սա աշխատելու տեղ է տալիս այն ուժերին, որոնք ցանկանան որևէ ներդրում ունենալ ապագա խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ իրենց էլեկտորատը կարող են այստեղ հավաքել։ Մյուս կողմից կարծում եմ 3 ամիս առաջ վաղ է որևէ հստակ ինչ-որ թվերի մասին խոսել։ Մենք ստոպ կադրում կարող ենք խոսել։ Այո, հատկապես եթե մենք հաշվի ենք առնում Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, Աստված մի արած եթե երկարատև կոնֆլիկտ լինի կամ ռեժիմ չփոխվի, ինչ ազդեցություն դա կունենա Հայաստանի տնտեսության վրա, միգրացիոն ինչ խնդիրներ կառաջանան, լոգիստիկ ճանապարհների բացման հետ կապված եւ Թուրքիայի հետ եւ ընդհանրապես TTIP-ի վերաբերյալ երկաթուղու ռուսներից այսպես կոնցեսիոն կառավարումից վերցնելու հարցի վերաբերյալ սա լուրջ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի համար։ Գումարած դրան ես վստահ եմ, որ Իվանիշվիլի ղեկավարած Վրաստանը կարող է անակնկալներ մատուցել Հայաստանի իշխող կուսակցությանը, հատկապես նախընտրական
շրջանում մենք գիտենք, որ գյուղմթերքի օրինակ արտահանման ժամանակաշրջանն է այդ ընթացքում եւ մենք մինչ օրս էլ այդ բացատրություն չստացանք, թե ինչի հետևանք էին վերջին զարգացումները հայ վարորդների հետ կապված Վերին Լարսի ուրեմն սահմանին, բարձր որ դա Ռուսաստանի հետ այսպես կուրացիայով է տեղի ունենալու։ Այսինքն թվերը կարող են նվազել, կարող են հակառակը դրական ելքերի դեպքում աճել իշխող կուսակցության։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր հատվածին, ես տեսնում եմ, որ միավորում այդտեղ հստակ չկա։ Սերժ Սարգսյանը առանձին իր խաղն է տանում, հետաքրքիր է կմասնակցի թե ոչ, կարծում եմ ոչ։ Ռոբերտ Քոչյանը մշտապես նշում է, որ ինքը եւ Սամվել Կարապետյանը միասին են հակառակ ճամբարից դա անընդհատ փորձում են հերքել, գուցե գիտակցելով, որ դա նաեւ ձայները կպակասեցնի ինչ-որ առումով Սամվել Կարապետյանի նոր ինչ-որ օլիգարխ խոշոր սեփականատերեր են ի հայտ գալիս, հետաքրքիր է, որ ինչ-որ խոսակցություններ կան որոշ արևմտյան սեգմենտների եւ խոշոր սեփականատերերի համագործակցության հնարավոր վերաբերյալ, սա դեռ այսպես լուրերի մակարդակով է չեմ կարող ասել։ Ես լսել եմ այդպիսի խոսակցություններ, որ հնարավոր է մարդիկ, որոնք հանդես են գալիս արևմտյան արժեքների պաշտպանության դիրքերից, ինչ-որ համագործակցության գնան, խոշոր սեփականատերից մեկի հետ չեմ կարող ասել, դա դեռ խոսակցության մակարդակով է, բայց ընդհանուր առմամբ արևմտյան սեգմենտը ներկայացող արևմտամետ բառը չեմ ուզում արտաբերել, այն մարդիկ, որոնք կարծում են, որ Հայաստանի ապագան Եվրոպան է, Եվրամիությունը, ԱՄՆ հետ մեր հարաբերությունները պիտի խորանան, իդեպ դա չի նշանակում, որ մենք Ռուսաստանի հետ պիտի չշփվենք կամ Իրանի հետ չշփվենք, շատ պարզունակ են ներկայացնում կամ ինչ է նշանակում, որ Եվրոպա չկա, հենց կարծիքով հենց հիմա է Եվրոպան ձևավորվում, երբ հասկացել է մեծամասնությունը երկրների, որ արդեն բանակի մասն են խոսում, կարծում սա այս Եվրոպան ավելի մեծ ձեռնտու է, եթե այսպես ասենք, ամփոփելով կարող եմ ասել, որ հուսով եմ արևմտամետ չէ, արևմտյան արժեքներ կրող ուժերը կմիավորվեն, իրական ուժերը, որովհետև անուններ չտամ, բայց որոշ ուժեր կասկածի տեղիք են տալիս, որոնք թունդ արևմտյան այսպես դիրքերից են հանդես գալիս եւ ձայների փոշիացում տեղի չի ունենա։ Այս պարագայում էլեկտորատ կարող է ունենալ եւ չես կարող ասել ինչ աստիճանի, նույնիսկ երկրորդ ուժի կարգավիճակում կարող են լինել այս մարդիկ։ Շնորհակալ եմ։ Հարություն, այդ հարցումները ցույց են տալիս, որ այնուամենայնիվ եթե Եվրամիության անդամակցության հարցով լիներ հանրաքվե Հայաստանում 51%-ը քվեարկեր կողմ։ Բայց մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ մեր հասարակության միայն 1/4-ն է, որ դրական է գնահատում թրիփը որպես գաղափար, որպես նախագիծ, մինչդեռ 1/3-ը հստակորեն դեմ է, դե նաև այնտեղ նշված էին առանձին ընտրազանգվածներ, ասենք ռուսական ուժերի ընտրազանգվածներ, նրանց մոտ 2/3-ն է դեմ թրիփին եւ կարծեք թե թրիփի նախագիծը այսպես քաղաքական ջրբաժանի հարցերից մեկն է, հա։ Ձեր գնահատականով ինչով է դա պայմանավորված։ Առնվազն ակնհայտ է, որ հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը, ես նրանց մի ամբողջ լավ գործող, վատ առումով լավ գործող մեքենա եմ անվանում, մեքենա, որը աշխատում է թե թրիփի դեմ, մեքենա, որը աշխատում է թե Հայաստանի Հանրապետությունում Գյումրի երկու սցենարի կիրառմամբ իշխանություն վերցնելու, մեքենա, որը Հայաստանի Հանրապետության ապագան արդեն իսկ բացահայտ նաև մարդիկ կան, որ տեսնում են միութենականության եւ միութենական պետության կազմում, ու այդ շրջանակները մեզ հայտնի շրջանակներ են, պրոդաշնակցական, պրոքոչարյանական, իսկ հավաքական առումով պրոկիրիենկոյամետ շրջանակները, ովքեր Ռուսաստանի Դաշնության կողմից նշանակված կուրատորի ձեռքի տակ աշխատում են եւ արդեն իսկ հրապարակային նաև սցենարներ են մատնանշում, թե որ ուղղությամբ պետք է Հայաստանի Հանրապետությունը գնա։ Սա ակնհայտ է։ Սա մերժում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ դուք ինքներդ ասացիք, նաեւ հարցումներին ի պատասխան քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ է Եվրամիությանը, կողմ է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու անկախությանը։ Այդ խնդիրն ինչումն է, որ դա ներքաղաքական դաշտում խորհրդարան ձևավորելիս ընտրությունների արդյունքում մի փոքր
իրավիճակը խճճվում է եւ մի փոքր լղոզվում է նաեւ իրավիճակը եւ խորհրդարան են թափանցում ուժեր, որոնք բնավ անկախության մասին չեն, բնավ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը իրենց համար կարմիր գիծ չի, ընդհակառակը կան մարդիկ, որ դա կասկածի տակ են ուղիղ դրել եւ այդպես խորհրդարանա ձևավորվում։ Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին շատ մեղադրել պետք չէ։ Ինչու՞։ Որովհետեւ 2021 թվականին մենք ունենք գրեթե նույն իրավիճակը, հետպատերազմյան թուլացած իշխանություն, պետություն, Լեռնային Ղարաբաղի հարց օդում կախված, 5-րդ շարասյուն կամ այդ մեքենան, որ ամբողջությամբ էլի գործում էր պետության եւ ժողովրդի դեմ, ու ժողովրդին ընտրության հնարավորություն չէր տրվում։ Առաջարկում էր կամ վատը, կամ վատից մի փոքր ավելի լավը, բայց ոչ լավը։ Եվ այդ ընտրության պարագայում քաղաքացին սևի ու սպիտակի ընտրություն էր կատարում։ Էլի 2021 թվականի ընտրություններից առաջ էլի այս նույն հարցը կախված էր մեր առաջ եւ մեզանից շատերը նաեւ այդ շրջանում քննարկումներ էինք ունենում, թե ինչպես քաղաքական դաշտը առողջացնենք եւ առողջ քաղաքական ուժերին ու անհատներին առաջ տանենք, որպեսզի առաջին հերթին խորհրդարանում լինի ընդդիմափոխություն։ Մենք գիտեք հիմա ուժեր կան, որ 3-4 անձով են պայմանավորված, այդ ուժերի գոյությունը 3-4 անձով է պայմանավորված, բայց հայտ են ներկայացնում իշխանություն վերցնելու։ Եկեք լուսնից իջնենք եւ իրականությանը բաց աչքերով։ Նաեւ աննորմալ փող ներդնելով այս ամենը, որը պարշի դա էլ առանձին խնդիր է։ Հարցնող էլ չկա որտեղից։ Ես կարծում եմ հարցնողները փաստագրում եւ փաստերի հավաքագրմամբ են զբաղվում, խոսքը իրավապահ մարմիններին է վերաբերվում, այն կարծիքին չեմ, որ իրավապահ համակարգը փաստեր չի հավաքագրում այս պահին եւ լիահույս եմ, որ նաեւ ընտրություններից առաջ Մոլդովայի սցենարի կիրառմամբ որոշ քաղաքական ուժերի ականջից թղթով բռնած քաղաքական դաշտից պետք է ուղղակի դուրս վռնդել։ Ուժեր, որոնք ֆինանսավորվում են դրսից, կառավարվում են դրսից, ուղարկվել են դրսից, Հայաստանի Հանրապետության ապագան տեսնում են դրսում, ավելի շատ տեսնում են Իրանի շահը, Ռուսաստանի շահը, ՀԱՊԿ-ի շահը, բայց ոչ երբեք Հայաստանի Հանրապետության։ Այդ ուժերին պետքա դուրս թողել։ Հիմա այս դաշտում առողջ քաղաքական ուժերը պետքա հայտ ներկայացնեն իմ կարծիքով եւ 2021-ից դասեր քաղելով նաեւ հայտ ներկայացնեն եւ առաջին հերթին խորհրդարանում ընդդիմափոխության խնդիր դնեն։ Որովհետեւ այն ընդդիմությունը, որը մենք ունեցել ենք խորհրդարանում, դա ընդդիմությունը անվանելն էլ մի փոքր շռայլություն կլինի մեզ համար, որովհետեւ նրանք զբաղված են եղել հիմնականում գող փիսոք աչալշուն հայտնի այդ եզրույթը առաջ բերելով, մեկը մյուսի վրա շշեր նետելով, հայոյանքներ տեղալով, բայց ոչ երբեք ժողովրդի դարդով ու ցավով, ժողովրդի ղադրն իմանալով, ժողովրդի խնդիրները վերհանելով ու այդ խնդիրների լուծման ետևից գնալով, նրանք այդ ֆունկցիան չեն կատարել։ Մենք չենք ունեցել խորհրդարանում ընդդիմություն։ Եվ երբեմն երբ որ մարդիկ կան, որ հիասթափված նաև օրվա իշխանություններից մեղադրում են իշխանություններին տարբեր հարցերում թերացումների մեջ, նաև պետք է հավասարապես մեղադրեն ընդդիմությանը, որովհետև վատ իշխանությունը կամ անարդյունավետ իշխանությունը, թույլ իշխանությունը արդյունք է վատ ընդդիմության։ Եթե խորհրդարանում չունենք ընդդիմություն, որը որ կառուցողական է, որը որ Հայաստանի Հանրապետության շահն ու կենսական շահերն է իր առաջ դնում ու դրա հետևից գնում, այլ բացառապես դնում է իր առաջ Ռոբերտ Քոչարյանի թալանը պահելու խնդիրը, դնում է իր առաջ Սեյրան Օհանյանի թալանը պահելու խնդիրը, ու էլի այսպես օդիոզ կերպարների թալանը պահելու խնդիր է դրվում, այստեղ ժողովրդի շահը ոտնահարվում է ու ետին պլան է դրվում։ Հիմա այս этаպում կարծում եմ քաղաքական ուժերը պետք է նաև այս հարցումներին ուշադիր լինեն եւ հարցումների արդյունքում ձևավորված են 60%-անոց զանգվածը, որ իրականում կա։ Դա մեր ընկերներն են, բարեկամներն են, մեր շրջապատում ապրող մարդիկ են, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, ովքեր տարբեր պատճառներով հիասթափված են քաղաքականությունից եւ քաղաքական գործիչներից, տարբեր պատճառներով հիասթափված են քաղաքական process-ներից եւ հավատ չեն տեսնում այդ process-ների մեջ եւ իրենց ապագան չեն կապում այդ process-ների հետ։ Մենք պետք է կարողանանք այդ քաղաքացիներին ասել, որ մեկը ձեզանից Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիներից մեկը, մեզանից յուրաքանչյուրը եւ իրենք հավաքական առումով պետքա երկրի կառավարման մեջ իրենց լուման ունենան եւ ի վերջո այդ հավատը իրենց մեջ սպանած վիճակը որևէ լավ տեղի մեջ չի տանել։ Իր փոխարեն կգնանք քվեարկեն պրոռուսական ուժերի
Չեմ էլ ուզում նրանց էլեկտորատ անվանել, որովհետև իրենք էլեկտորատ էլ չեն, նրանց տարբեր երևույթներով պայմանավորված շահագրգռում են, բերում են քաղաքական դաշտ եւ կամ էլ բոլորեցնում կամ ավելի ճիշտ ջերմոցներում աճեցնում։ Այ այդ շրջանակը գնալու է ընտրությունների, քվեարկությունա կատարելու եւ ունենալու ենք այն խորհրդարանը, ինչ որ ունեցել ենք։ Իշխանություն, եթե լավագույն դեպքում Գյումրի 2 սցենարը վիժեցվի եւ ինչպես Նիկոլ Փաշինյանն ասում, հեղափոխություն 3 լինի, դա էլ է հարց ախր։ Տեսեք, երրորդ անգամ իշխանության հավակնող քաղաքական ուժը դեռևս խոսում է ինչ որ հեղափոխություններից։ Սա էլ է նոնսենս։ 2021 թվականին պողպատյա մանդատ մուրճ ստացած քաղաքական ուժը դեռևս խոսում է հեղափոխական միջոցառումների կիրառմամբ արդարություն եւ արդարադատություն հաստատելու։ Սա նոնսենս է եւ սա ինչի արդյունքն է, անարդյունավետ ընդդիմության առաջին հերթին։ Եթե խորհրդարանում լիներ մի շրջանակ, մի խմբակցություն, որը հապկի հետ հարցը կդներ Նիկոլ Փաշինյանի առաջ եւ քաղաքացիական պայմանագրի, երկրում անարդարության եւ այս համատարած բեսպրեդելի հարցը կդներ Նիկոլ Փաշինյանի առաջ, պողպատյա մանդատը կամ նույն մուրճը հետ կնվիրեր Նիկոլ Փաշինյանին եւ կասեր կիրառիր պարոնի վերջնելու հրամայական եւ Եվրամիության անդամակցության հարցը կբերեր առաջի պլան եւ օրենքի ուժ ստացած նախաձեռնությանը կստիպեր իշխանությանը ավելի հավակնոտ քայլեր ու միջոցառումներ ձեռք առնել։ Գնդակի հիմնականում Հայաստանի Հանրապետության քաղաքացին է սոցիոլոգիական հարցումներն էլ դա է ցույց տալիս։ Նետելա քաղաքական ուժերի դաշտը, հանրային գործիչների դաշտը եւ ակնկալում է թե քաղաքական ուժերից, թե հանրային շրջանակներից գործողություններ, որ կարտնացնի իր մեջ հավատը։ Գործողություններ, որ իրեն կստիպի հունիսի 7-ին դուրս գալ տանից, գնալ ընտրատեղամաս ու քվեարկել մի ուժի օգտին, որի նկատմամբ ունի ինքը հավատ։ Մի ուժի օգտին, որը իր խնդիրներն ու իր խնդիրները դրոշակ դարձրած կգնա ազգային ժողով ու օրվա իշխանությունների առաջ կդնի այդ օրվա։ Երևի թե այսքան է։ Շնորհակալություն, դե որպես մասնակից էլ շատ կարճ ես կասեմ, տեսեք, մենք խոսում ենք ինքնիշխանության մասին, ինքնիշխանությունը լինում է այն ժամանակ, երբ իշխանությունն է ինքնիշխան, բայց նաև ընդդիմությունն է ինքնիշխան։ Իսկ քանի մեր ընդդիմությունը ոչ միայն ինքնիշխան չէ, այլև Հայաստանին թշնամաբար վերաբերվող երկրի ուղղակի պրոքսին է, որքան էլ օրվա իշխանությունը խոսի ինքնիշխանության մասին, մեր երկիրը ինքնիշխան չի դառնում, որովհետև մեր երկիրը մեկ ոտքով է ինքնիշխան, երկրորդ ոտքը ինքնիշխան չէ։ Եվ ահա մենք տեսնում ենք այս ֆոնին, Արման, նախ ձեր ընդհանուր տպավորությունը եւ այսպես ինտեգրալ եզրակացությունը այս ամենի, այս սոցհարցումների պատկերի վերաբերյալ, նաև ինչու է այս ամենին անտարբեր, մենք տեսնում ենք տարիքային սեգմենտներում ամենաանտարբերը դա երիտասարդական սեգմենտն է, 18-ից 35 տարեկանները։ Համեցեք։ Վերացարկվելով սոցհարցումներից շատ ավելի կուզեմ կենտրոնանալ վերջին օրերի մի շարք շատ ավելի նաև հավանաբար հարցումներից բխող որոշ հայտարարություններին, որոնք առնչվում են ընդհանրապես սկսված կարևոր գործընթացների շարունակականությանը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է սահմանադրական մեծամասնություն ունենալու նշաձող դնելու մասին եւ նաեւ խոսում է, որ այս հաղթանակը նրանց պետք է որպեսզի անշրջելի դառնան այս process-ները։ Անշրջելիության երաշխիքը հենց ընդդիմության իրական այս օրակարգերի, այս կարևոր ձեռքբերումների շուրջ ուրեմն լայն համախոհության ստեղծումն է, ոչ թե ընդհանրապես խաղաղության հեռանկարը մի քաղաքական գործչի, մի քաղաքական ուժի եւ մի ընտրական ցիկլի հույսին թողելը։ Եթե մենք չունենք խաղաղության շուրջ
ընդհանրապես ձեռքբերված կարևորագույն միջազգային գործընկերների հետ ձեռքբերված պայմանավորվածությունների շուրջ լայն հասարակական, քաղաքական ուրեմն համախոհություն անշրջելիության վերաբերյալ այդ հույսերը բավական հեղեղուկ են դառնում, որովհետև Եվ վտանգված իհարկե եւ ասեմ որ սա շատ վատ նաեւ ահազանգ է միջազգային գործընկերների համար, որովհետև այն ջանքերը, որոնք դրվել են, որպեսզի մենք օրինակ կարողանանք տնտեսական, էներգետիկ, տեխնոլոգիական ուրեմն ենթակառուցվածքային եւ խաղաղության գործարքի այսպիսի մեծ համաձայնություններ ձեռք բերենք հատկապես ամերիկացիների միջնորդությամբ ամերիկացիները լիահույս էին որ սա ոչ միայն Հայաստանում պիտի ընկալում գտնի նաև Հայաստանից դուրս մենք տեսնում ենք որ հետևողականորեն այս ձեռքբերումների դեմ մեծ ջանքեր են գործադրվում որպեսզի հասարակական ուրեմն այդ ընկալումները դրական ընկալումները գոնե չձևավորվեն եւ բնականաբար սա իր հերթին ահռելի նաեւ մտահոգություն է ստեղծում մեր գործընկերների մոտ որոնք բոլորովին այլ սպասումներ ունեին մեր քաղաքական միջավայրից։ Այս իմաստով իհարկե քննարկում կար ամիսներ առաջ, որ բոլոր այն ուժերը, որոնք որ օրինակ օգոստոսի 8-ի համաձայնություններին դեմ են, պիտի ուղղակի դուրս շպրտվեին քաղաքական դաշտից։ Դուրս ես կոնսենսուսից, դուրս ես քաղաքականություն։ Որովհետև դեմ լինել այդ համաձայնություններին նշանակում է կողմ լինել պատերազմին, նշանակում է կողմ լինել հայկական պետականության կազմաքանդմանը։ Այդ քաղաքական ուժը ոնց կարող է տեղ ունենալ մեր քաղաքական միջավայրում ավելին անթակույց պատերազմի քարոզչություն անել, անթակույց պատերազմ բերել Հայաստանի վրա եւ նրան թույլ տալ որ նա ուրեմն մասնակցի ընտրություններին եւ օրինակ հայտ տա քաղաքական սա լուրջ հարցեր է առաջացնում ավելին քաղաքական ինստիտուցիոնալ նաեւ իրավական ու քաղաքական գնահատականի անհրաժեշտություն աստեղծում, ինչը բացակայում է։ Մենք տեսնում ենք ուղղակի ֆրագմենտալ, այսպես իշխանության տարբեր ներկայացուցիչների արձագանքներ, որոնք ոչ մի հետևանք չեն ստեղծում։ Ինչ որ մարդկանց բողոքում են, հա, Ռուբեն Հուբինյանն է ինչ որ անդադ, ինչ որ կրակոտ ելույթներ ունենում, Վահագն Ալեքսանյանը, ինչ չեմ ասենք։ Իսկ գուցե հարմար է պարոն։ Այդ արդեն քննարկելու ուրեմն հարցը շատ առարկայական է եւ գալով հարցումներին մենք տեսնում ենք որ անվտանգային հարցերը էապես սկսել են ավելի անկարևոր դառնալ հասարակության համար եւ այստեղ իրապես սոցիալական տնտեսական գնաճի պարտքի հարցերը առաջ են գալիս, աղքատության հարցերն են առաջ գալիս եւ չափազանց կարեւոր է որ նաեւ մենք ի վիճակի լինենք որպես պետություն, իշխանություն եւ ընդդիմություն, արդյոք մենք կարողանում ենք խաղաղություն կոչված այդ այս մեր առաջ բացված հնարավորությունը կապիտալիզացնել մարդկանց կյանքը ավելի որակական փոփոխությունների ենթարկելու տեսանկյունից հակառակ դեպքում ում է պետք է խաղաղությունը, որը մարդկանց բարեկեցություն չի բերում։ Ում է պետք է խաղաղությունը, որը չի լուծում մարդկանց հանապազորյա հարցերը։ Եվ այս իմաստով կարծում եմ առաջիկա հիմնական քննարկումները հենց այս հարցերի շուրջ են լինելու, որոնք դոմինանտ են եւ կարծում եմ, որ մեզ եւս իսկ մենք պատրաստվում ենք ընտրություններին մասնակցել, այս հարցերի պատասխաններն են պետք, որովհետեւ ակնհայտ է որ կա լուրջ նվաճում խաղաղության ուղղությամբ, բայց այդ խաղաղությունը նաեւ պիտի ինստիտուցիոնալ պաշտպանություն ունենա, հենարան ունենա եւ բուֆեր ունենա, եթե անհրաժեշտ է, որպեսզի հնարավորինս ուրեմն մեր խաղաղության թշնամիները չկարողանան թիրախավորել
եւ ուրեմն այո խարխլել այս դերևս փխրուն այս հնարավորությունը, որ տրվել է մեր ժողովրդին։ Իսկ պատերազմի մասին իհարկե եւ այն բոլոր ռիսկերի մասին, որոնք դուք նշեցիք, չափազանց կարևոր է եւ այս իմաստով կարծում եմ, որ Միացյալ Նահանգների ուշադրությունը հիմա սևեռվել է իրանական այս պատերազմի վրա ու անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը ջանք չխնայի, որպեսի խաղաղությունը ձեռք բերված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չխաթարվի, մենք պիտի հավանաբար հավելյալ ջանքեր գործադրենք եւ Հայաստանը եւ Ադրբեջանը, որպեսի այս ուղղությամբ առաջընթաց կարողանանք ինքներս արձանագրել առանց Միացյալ Նահանգների գործուն ներգրավման եւ այստեղ չափազանց կարեւոր է հասկանալ Իրան-Ադրբեջան հարաբերությունների ինչ զարգացում կլինի, արդյոք Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանի հետ կապվելու ուրեմն այդ տրանզիտը կունենա, թե Հայաստանը պիտի օրինակ նախաձեռնողականություն հանդես բերի եւ առաջարկի Ադրբեջանին այդպիսի ճանապարհ եւ օրինակ թուրքերի հետ սկսել խոսել տրանզիտի հնարավորության մասին գոնե պատերազմի այս փուլում եւ դա դարձնել հնարավորություն, որտեղ պատերազմը իրապես կարող է մեզ համար նոր հնարավորություն ստեղծի, բայց սրա համար նաեւ գործող իշխանությունը պիտի ընդդիմության աջակցությունն ունենա, երբ որ այս տեսակ քննարկումներին հրազեններով են պատասխանում քո քաղաքական հիմնական այսպես կոչված ինստիտուցիոնալ ընդդիմության առաջնորդները նաև չունես են համարձակությունն ու խիզախությունը այդպիսի համարձակ առաջարկներով հանդես գալու եւ ավելի երկարաժամկետ խնդիրներ հետապնդելու, իսկ ընտրությունները նաև իշխանություններին թույլ չեն տալիս երկարաժամկետ հարցեր այս պահին հետապնդել, որովհետև դրանք կարող են ընտրությունների վրա էական ազդեցություն թողնել եւ ազդել այնպես, որ դրանք ուրեմն դրված նշաձողը, այսպես կոչված սահմանադրական մեծամասնության հնարավոր չլինի հաղթահարել։ Դավիթ, երբ հարցվողներին ասում էին, որն է հենց հիմնական խնդիրը, որ Հայաստանի առաջ կա, այնուամենայնիվ անվտանգությունը մնում է առաջին տեղում, հա, երկրորդ տեղում տնտեսական վիճակն է, ընդ որում զբաղվածության առումով եւ երրորդն էլ սոցիալական հարցերը, այսինքն կես ապահովման, բնակարանային հարցերը, հա, գնաճը, այո։ Եվ երբ հարցնում էին, թե որքանով է այս խնդիրներին հաղորդակից իշխանությունը, 1/3-ն էր, որ ասում էր, այո, իշխանությունը հասցեագրում է այս խնդիրները, մինչդեռ կեսը համարում է, որ լավ չի անում կամ չի անում, մի խոսքով, այսպես նեգատիվ պատասխան տվեց։ Այո։ Սրա հետ կապված խնդիր կա կառավարման որակի, ըստ այդ հարցման կարելի այդպիսի եզրակացություն անել։ Նախ ձեր ընդհանուր տպավորությունները եւ եզրակացությունները եւ մասնավորապես սրա հետ կապված։ Խնդրեմ։ Ո՞ւմ նախ թույլ տվեք վերապահումով մոտենալ սոցհարցումներին ընդհանրապես։ Միշտ կա։ Ոչ թե սոցիոլոգիային որպես գիտության, այլ սոցհարցումների մանավանդ երբ որ սոցհարցումներ անց են կացվում Հայաստանում, մենք ունենք շփտախուր փորձ, երբ տասնյակ տարիներով կամ սոցհարցումները չէին արտահայտում իրականությունը կամ արտահայտում էին իրականությունը, հիշենք ադիբեկյանական սոցհարցումները, երբ որ ճշգրտությամբ ամեն ինչ ասվում էր, բայց դա սոցիոլոգիա չէր։ Ես երևի թե ամենաշատը համամիտ եմ ձեր նշված կետի հետ այդ սոցհարցումներին, երբ որպես հիմնական խնդիր հարցվածները նշում են անվտանգությունը, դա իրականում այդպես է։ Չնայած մենք ունենք զգալի նվազում, այո, դա պետք է նշենք։ Եվ պետք է նշենք, որ այդ նվազումը
եկեք լինենք արդար, նաև իշխանության աշխատանքի շնորհիվ։ Այո, եւ նշվում էր իշխանության հաջողությունների ցանկում ամենամեծ տոկոսը եւ առաջին տեղում դա խաղաղության ջանքերի հաջողված լինելն է։ Ինչ խոսք տնտեսությունը, այն մարտահրավերները եւ ռիսկերը, որոնք մենք ունենք տնտեսության զարգացման հեռանկարների հետ, իսկ դա առաջինը տնտեսության դիվերսիֆիկացումն է կամ գրեթե դիվերսիֆիկացման բացակայությունն է, ինչը շատ լուրջ ռիսկ է մեզ համար։ Եվ այսօր մեզ համար այդ հիբրիդային պատերազմը, որը Ռուսաստանը մղում է մեր հանդեպ, մեր ամենաթույլ աքիլեսյան գաղշապարը կետը դա տնտեսությունն է։ Եվ Ռուսաստանից կախվածություն։ Այո։ Այսինքն այդ կախվածությունը, որը մենք այս պահին ունենք քաղաքական, ռազմաքաղաքական դաշտում, մենք ունենք տնտեսական դաշտում, իսկ սա շատ լուրջ խնդիր է մեզ համար։ Իհարկե սոցիալական հարցերը, խնդիրները կան, եւ դա երևի թե նորմալ է ցանկացած հետխորհրդային երկրի համար եւ ընդհանրապես երկրի համար։ Ես տեսնում եմ, որ այս ուղղությամբ իշխանությունը եւս որոշակի գործընթացներ ունի, կան գործընթացներ եւ լուծվում են որոշակի խնդիրներ։ Այլ խնդիրը, որ սա արվում է նախընտրական տրամաբանության մեջ, սա պետք է նշենք, բայց դա արվում է։ Ինչ խոսք կառավարման խնդիրները առկա են։ Ինչ խոսք կան մարդիկ, որոնք գտնվում են իշխանությունում, այդ թվում նաև տարբեր ուղղակներում որոշումներ կայացնում, որոնք չունեն դրա համար էլեմենտար կրթական սենս։ Կոմպետենցիա, հետևապես կոմպետենցիա, դա խնդիր է։ Ինչ խոսք կան որոշումներ, որոնք իրոք նպաստում են այն իրավիճակին, որ մենք այսօր, ինչպես նաև նշվեց, անվտանգությունը զգալիորեն, անվտանգությունը որպես խնդիր զգալիորեն նվազել, դա էլ պետք է նշենք։ Խաղաղության գործընթացը կարևորագույն գործընթացն է, որը այս պահին մենք ունենք եւ մենք պետք է եւ հասարակության մակարդակով, եւ իշխանության մակարդակով, եւ ընդդիմության մակարդակով այդ գործընթացին նպաստենք։ Որովհետեւ սա մեր անվտանգության մեղքն է այսօր։ Մեր գոյության մեղքն է։ Մեր գոյության անվտանգության հստակապես գոյության մեղքն է։ Այսինքն այս գործընթացը այլ ընտրանք չունի։ Եվ որպես շարքային ընտրող, ես նորից եմ ասում, ես նախընտրում եմ շփվել շարքային իմ նման ընտրողների հետ եւ այդ շփման ժամանակ եմ ինչ-որ եզրահանգումների գալիս, ես տեսնում եմ, որ հասարակությունում էլեկտորատի մեջ, պարոնակրչան, էլեկտորատը էլ ոչ թե մնացածի, կա շատ լուրջ պահանջ։ Եթե մենք կոչենք այնպես, ինչպես մարդիկ են ասում, արևմտամետ ուժերի համախմբման պահանջ։ Հասարակությունը դա պահանջում է։ Ոչ թե խնդրում է, այլ պահանջում է։ Այո։ Մարդիկ պահանջում են, որ արևմտամետ ուժերը միավորվեն, գնան ընտրությունների եւ այդ իմպոտենտ ընդդիմությունը, այսպես խոսված, ես խոսում եմ համակարգային ընդդիմություն, վերջապես խորհրդարանից մաքրեն։ Հենց այսպես են մարդիկ ասում։ Ես հիմա ուղղակի ռետրանսլատորի դերակատարում եմ։ Հիմա ինչն է խանգարում մեր ընդդիմությանը, այսպես կոչված, ես նորից եմ ասում, պայմանական արևմտամետ ընդդիմությանը համախմբվել։ Ես կարծում եմ, որ ամբիցիաները։ Բոլորը իրենց տեսնում են վարչապետ։ Բոլորը իրենց տեսնում են առաջին դիրքում։ Բոլորը տեսնում են, որ ամբողջ իշխանությունը իրենց ձեռքում է։ Բոլորի քիթը խանգարում է շատ կներեք իրենց տեսնել իրականությունը իրենց առջև։ Մարդիկ այդ ամենը տեսնում են եւ հիասթափվում են։ Այո։ Չէ՞ մեկը փորձել է հաշվարկել, թե ինչքան մարդ կգնա ընտրություններին եւ ձայն կտա արևմտամետ ընդդիմությանը, եթե արևմտամետ ընդդիմությունը միավորվի, եթե ներկայացնի սեփական օրակարգը, օրակարգը հասկանալի է, չէ՞, 60,000 ձայնը, որը մենք ստացել ենք ժամանակին նախաձեռնախմբով, այդ թվում նաեւ 3% Եվրոպայի մասին դա կարծում եմ ցուցանօրինակ էր եւ սա իրական շատ լուրջ ձեռքբերում է։ Հիմա մարդիկ ուզում են գնալ այդ օրակարգով։ Գիտեք 51%-ը շատ ցածր թիվ է։ Դուք նշեցիք, որ պատրաստ են, հա, քվեարկել ես։ Դա կատաստրոֆիկ ցածր թիվ է, հաշվի առնելով նախորդ։ Այո, ես նվազումը ֆիքսված է նախորդ հարցումների շատ լուրջ ալարմիստական տենդենս է անձամբ ինձ համար, երբ որ Ռուսաստանը նրանց հետո թե Ռուսաստանը մեր գլխին ինչ է բերել 20-ից 23 թվական, հա, 51%-ը շատ ցածր է։ Պետք է լինել 80%, իմ կարծիքով, իմ համեստ կարծիքով։ Բայց որ այս տենդենսները ես տեսնում եմ այս պահին, ես կարծում եմ, որ այս բոլոր հարցերի պատասխանը, որը մենք այս զրույցի ժամանակ փորձեցինք, հա, առաջ քաշել այս հատվածում, դա ընդդիմության միավորումն է, այլ ճանապարհ չկա, որովհետև հասարակությունը դա պահանջում է,
Եվ իդեպ կա մեծ մարդկանց զանգված, ովքեր չեն մասնակցում ընտրություններին կամ չգիտեմ բոլորին դեր են, չէ՞, այդպես բաներ կա, որոնք կմասնակցեն ընտրություններին, եթե տեսնեն այդ միավորումը։ Որտեղ մարդիկ ասում են, այս քաղաքական ուժը շատ լավն է արևմտամետ, բայց իրենք չեն անցնելու։ Ես ինչի իմ ձայնը, ինչի ձայնս հարցում, նա ԿՊ-ին կտամետ ձայն, օրինակ, հա։ Սա լուրջ խնդիր է եւ ես կարծում եմ այս խնդրի լուծումը մեր քաղաքական դաշտում է եւ ես կարծում եմ որտեղ ժամանակ կա որպեսզի այս խնդիրը համատեղ ջանքերով եւ ուժերով ստանա կոնե մասնակցություն։ Շնորհակալ։ Ես ճիշտ ասած այդպես չեմ կարծում, եթե թույլ տաք ուղղակի շատ կարճ արձագանքեմ, մենք իշխանապողության օրինակ որպես քաղաքական ուժ խնդիր չենք դրել, մենք ընդդիմափոխության խնդիր ենք դրել, որտեղ կարծում ենք, որ բազմիցս ասել ենք ընդհանրապես նաև ճշմարտության եւ իրականության դեմ մեղանչենք, եթե ճշմարտությունը չասենք, որտեղ ակնհայտ է, որ այսօր իշխանությունը ունի զգալի առավելություն բոլոր քաղաքական ուժերից եւ այստեղ մենք որևէ հավակնություն չունենք իշխանության։ Ավելին մեր առաջին համարը նույնիսկ չի կարող վարչապետի պաշտոնին հավակնել, եթե մենք իշխանափոխության խնդիր չենք դնում։ Ուստի մեր պատկերացումները հիմնավորապես տարբեր են եւ մենք այլ խնդիր ենք դրել, ավելին մենք նաեւ քաղաքական մեր մյուս գործընկերների առաջ բացել ենք մեր պատուհաններն ու դռները, ասել ենք պատրաստ ենք գործակցել, մնացածը արդեն պետք է ուրեմն նաև սպասել նրանց պատասխանին մեր գործընկերների, ովքեր որոշել են օրինակ, որ պիտի իրենք առանձին մասնակցեն, որտեղ ավելի մեծ շանսեր են իրենց համար տեսնում, թեև 2021 թվականից հետո ոչինչ չի փոխվել եւ ավելի մեծ հնարավորությունների մասին ինձ համար էլ անհասկանալի այսպես բան կա, հա, այդ մարդկանց մոտ ձևավորված, բայց դա չի քննարկվում, մենք հիմա ընդլայնված ցուցակ ենք փորձում ձևավորել եւ հաջողում ենք այդ ուղղությամբ, շարունակում ենք բանակցությունները, շարունակում ենք վառ անհատականությունների հետ քննարկել եւ այդ հասարակության սպասումներին ընդառաջ ուրեմն առավելագույնս բավարար առավելագույնն անել եւ համարժեք լինել այդ սպասումներին։ Սա ուղղակի որպես մի արձագանք։ Ես թույլ կտակ արձագանքեմ, Ռոան Բաբաջյան, ես ինձ դա նկատի ճիշտ ասած։ Դե ինչ մենք մեր այս ներքին միջավայրը, որը արտացոլում էր կամ արտացոլման փորձ էին այս սոցհարցումները, որոշակի լարման տակ է, կապված այն տարածաշրջանային գործընթացներով, որոնք տեղի են ունենում մեզանից հարավ եւ այնպես չէ, որ մենք կարող ենք դրա վրա ազդել։ Բայց դրանք կարող են մեզ վրա ազդել եւ մեր խնդիրն է դրանք կառավարելիության հունի մեջ պահել։ Եվ բնականաբար դա մի միջավայր է ձևավորում, որի վրա կարող են այս կամ այն օտար շահերը սպասարկող շահերի խմբերը, այսպես ասենք, պարազիտանալ դրանց վրա եւ փորձել Հայաստանի վրա կոպիտ ասած հարված բերել, հա? Նախ եւ առաջ այսօր արդեն 10-րդ օրն է այս պատերազմի դեկադան, հա, առաջին եւ պարզա որ առաջին ու վերջինը չէ, պատերազմը շարունակվելու է, ձեռք է բերել արդեն իր տրամաբանությունը, ձեռք է բերել իր իներցիան, այնտեղ բավականին ուշագրավ պատմական process-ներ են տեղի ունենում։ Կցանկանայի, որ մի այսպես կարճ անդրադարձով 2-3 րոպեանոց յուրաքանչյուրս ուղղակի մեր պատկերացումը տանք, որովհետև մենք հասկանում ենք պետական մեդիայով, որը անդրադառնում է սրան, իհարկե տուրք է տրվում նաև Հայաստանի այն սպառնալիքներին, որ կա եւ այնպես չէ, որ իրերը կոչվում է իրենց անուններով միշտ։ Մենք քանի որ այս իմաստով, բայց նույն պատկերացումներն ունենալով, այնուամենայնիվ կաշկանդված չենք իրերը կոչելու իրենց անուններով, Լիլիթ Համասեք։
Ես խաղաղության հետ կապված խաղաղություն միայնակ չի լինում տանգոյի համար երկու հոգի է պետք է հուսով եմ Ադրբեջանի ղեկավարը յետ կկանգնի նախապայմաններով Հայաստանի հետ խոսելու իր քաղաքականությունից քանի որ սահմանների բացումը կարծում նաև Ադրբեջանի շահերից է բխում ես չգիտեմ Ալիևը ինքը ինչ նպատակներ է հետապնդում ճիշտ է կարաբել ևս այս պատերազմի այո եւ այդպես մենք պետք է հասկանանք որ խաղաղություն միայն ընտրությունից հետո չի հետո հանրաքվեի թեմա է գալիս եւ այլն եւ մի կարևոր նկատառում եթե թույլ կտակ Եվրոքվեի հետ կապված եւ Եվրամիության ճանապարհի աջակցողների դա իշխանության սխալն է որովհետեւ ես մարդկանց հետ շփվում եմ իրենք չեն հասկանում ինչ է նշանակում Եվրամիության ճանապարհ իշխանություններին հարց է տալի ասում են մենք հենց վաղը ուզում ենք դառնալ անդամ հաջորդ ասուլիսին ասում են մենք չենք կարող դառնալ անդամ մեզ չեն սպասում այսինքն սա իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն է որ Հայաստանի այո անհետևողական են ապօրինի գույքի Քոչարյանի գույքի հետ կապված գալիս են նույն ձեր նշած անձրճ հռետորական մեզ է մեղադրում թե մենք ինչի չենք Քոչարյանի գույքը բերում եւ այն ես հուսով եմ արհեստականորեն շեշտադրում չի կատարվի մայլ նոր ընդդիմության վրա որովհետեւ այս քարոզչությունը որ իրենք տանում են գուցե առանց հասկանալու նոր ուժեր է ստեղծում որոնք մեկ ամիս առաջ որևէ ճանաչողություն չունեին այսինքն ես հուսով եմ սա հատուկ չի արվում ինչ վերաբերում է Իրանին այստեղ մենք կարճաժամկետ երկարաժամկետ սցենարները պիտի նայենք ես կարծում եմ առավել հավանական է որ Տրամպը հասկանալու տեսնելով որ սոցհարցումներով աջակցություն չի վայելում ԱՄՆ ներսում այս հարվածները գիտեք ես ինքս Տրամպի կողմնակից չեմ շատ հարցերում բայց ես ուզում եմ հասկանալ կան ուժեր ներսում որոնք նախագահային քննադատում են ասում են չի կարելի դու խախտում ես միջազգային իրավունքը բայց միջազգային իրավունքի խախտում է նաև տերորիզմը ֆինանսավորելը միջազգային իրավունքի խախտում է ուրեմն Հեզբոլլահին դարձնել այսպես նայող շատ ներողություն Լիբանանում եւ մի ամբողջ երկիր պահել կոլապսի մեջ միջազգային իրավունքի խախտում է Ուկրաինայի տարածքի վրա հարձակումները օգնել շահեդները որպեսզի Ռուսաստանը հարձակվի այստեղ միջազգային իրավունքից մենք չենք կարող հիմա երկար բանավիճել բայց վատագույն սցենար կլինի եթե իշխանություն չփոխվի Իրանում Տրամպը ասի որ հասել է իր նպատակներին օրինակ ինչպես 12-օրյա պատերազմի ժամանակ վերադառնա ներքին խնդիրներին կամ Կուբայի ուղղությամբ որևէ գործողություն իրականացնի այս ռեժիմը կաղապարվի սա Հայաստանի համար շատ բացասական է որովհետև այնտեղ ավելի այդ 3+3 մեռելածին հարթակին արդեն կմոտենա Ռուսաստանն այստեղ ագիտացիան կանի մեր ընդդիմությունը դե միշտ այստեղ մտքի գիգանտներ կան որոնք կարծում են որ կարելի է վերցնել հեռախոսը զանգահարել Տրամպին ասել կանգնի ստոպ մենք չենք ասի ոնց ասես այո Տրամպն էլ ասի ոնց ասես դե իրենք ուժեղ տղաներով իբրև թե կիսում են աշխարհը այսինքն ես երբեմն այնպիսի բաներ եմ լսում որ անհասկանալի է կամ Հայաստան ինչ պիտի անի ոչ գիտական ֆանտաստիկայի դա Օրբանի այստեղի աջակիցներն են եւ եթե դրական սցենարի դեպքում ներսից կտեղի կունենան փոփոխություններ ես տեսա որ Փեզեշկյանի դեմ ուժեղ հակակարողություն է Իրանում տեղի ունենում այստեղ պահապանների կորպուսին պետք է առանձնացնենք այս հոգեվոր առաջնորդի տեխնայության վերաբերյալ կային տարակարծություններ Լարիջանին էլ էր իր եղբորը ուզում այսպես առաջ տանել Ռոհանին էր ռեֆորմիստների կողմից ուզում առաջադրվել ես կարծում եմ որ նույնիսկ եթե դադարի պատերազմական գործողությունները հետո Իրանում սկսելու են process-ներ հուսով եմ դա սեպարատ process-ներ չեն լինի քրդերի բելուջիների տեսքով ադրբեջանցի իդեպ այստեղ մի հետարքիր բան կա ես չգիտեմ որքանով կա կապ ադրբեջանախոս այսինքն իրենք ուղղակի խոսում են ադրբեջաներեն թուրքերեն բայց կապ չունեն ադրբեջանի իշխանությունների հետ ագիտացիա տարվում է թե ոչ թե իրենք հատուկ այսպես տարեր են որոնք կարող են ինչ-ինչ գործողությունների դեպքում միանալ օրինակ Ադրբեջան հետո գիտեք Ադրբեջանը Նախիջևան լուրջ խնդիր ունի այն առումով որ Իրանը 50%-ից ավել ազդեցություն ունի ժողովրդի շրջանում պրոիրանական են գազը ստանում են Իրանից այսինքն հենց հարվածը Նախիջևանի ուղղությամբ էր իդեպ հետարքի է որ Ադրբեջանը խոսում է տերորիստական ուրեմն ինչ որ գործողությունների մասին այսինքն Իրանը ասիմետրիկ է պատասխանում բարձր որ կոնվենցիոնալ մակարդակում Իրանը նույնիսկ Իսրայելի դեմ չի կարող պայքարել ամբողջ հոպը շնորհիվ ռուսական հոպ համակարգերի ոչնչացված է բայց այստեղ ասիմետրիկ է ինչ են անում փորձում են արաբական երկրներին վախեցնել ջրի խնդիրներ կստեղծենք ձեզ համար դե իրենք էլ կորցնելու բան չունեն Իրանը ինչպես մենք խոսել ենք նաև շատ արդեն հուսահատ քայլեր է կատարում նույնիսկ Իսրայելի դեմ ավատ է ավարտվելու Իրանի համար բայց ճանապարհին նա բոլորին են որ ասում է ինձնից հետո թեկուզ գոմս վառվում է թող տունը տեղ այո ջրերը այստեղ արաբական երկրների տեսակետը շատ կարևոր է եթե նրանք միանան կոալիցիային սա շանս չի թողի նաև Իրանի ռեժիմի համար իսկ եթե լինեն ձայնի
այն էլ Բահրեյնում, որ չէ, կանգնիր Ամերիկայից ինչ ես անում, Եվրոպան, չէ, մասնատված է, Ֆրանսիան քննադատում է, Գերմանիան ասում է ճիշտ է, Մեծ Բրիտանիայում են ինչ-որ եւ այնտեղ իշխող կուսակցություն շատ բարդ դիրքերում է, ռեֆորմիստերի կուսակցությունը, որը պրոռուսական կարելի է անվանել։ Իդեպ Ռուսաստանը քարոզչությունը ոչ միայն Հայաստանում է իրականացնում, Օրբաններ, Ֆիցոներ, Բաբիշներ, ռեֆորմիստներ Մեծ Բրիտանիայում, Լիպեններ Ֆրանսիայում, այսինքն դա Չինաստանի իհարկե նաև օգնությամբ, նրանք փոխում են տեսակետները, ԱՄՆ-ում էլ, եթե մենք նայում ենք ցուցարարներին, Մամդանի Նյու Յորքում, չէ, Պաղեստին, պետություն եւ այլն, այսինքն ԱՄՆ-ում էլ Տրամպը հիմա մեծ ճնշումների ներքո է գտնում, հատկապես Սի հետ հանդիպումից։ Այո, առաջ այդ ցախակողմյան, այսպես ասած, որոնք ԱՄՆ-ին մեղադրում են իմպերիալիստական ինչ-որ նկարտումներ, հետաքրքիր է, որ Ռուսաստանին չեն մեղադրում։ Մենք տեսնում ենք Մագայում արդեն շերտավորումներ, մեր այստեղի ուրեմն Տակեր Կարլսոնի երկրպագուները տեսնում են, որ Տրամպը ասաց, ես դուրս եմ շպրտել, կներեք ես, thrown away, ուրեմն Տակեր Կարլսոնին Մագայից, այնտեղ Taylor Green-ն է դուրս գալիս, այսինքն Տրամպի էլեկտորատն էլ է բաժանվում։ Այսինքն այստեղ են պուտինիստները, որոնք միանգամից դարձան տրամպիստներ, ամեն ինչ փլուզվեց եւ դարձան նույն են լեյտենանտ Շմիդտի որդիների միանշանակ շատ բարդ կարգավիճակում են եւ իդեպ Ռուսաստանում էլ ես կարծում եմ ժամանակը մոտենում է, որ այդ Անկորիջի ոգին, որ Լավրովն ասում է, կարծես դավաճանվել է, դա գալու է, այդ պայքարը սրվելու է եւ հենց դա է Հայաստանի համար առավել բարդ։ Գիտեք, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, խաղաղության խաչմերուկ, թող բոլորը գան, անցնեն, հիմա դրա ժամանակը չի, հակառակը, հիմա Եվրոպա Ռուսաստան սեպն է խրվելու, ԱՄՆ Ռուսաստան, ԱՄՆ Չինաստան, իրենք պայքարում են հենց այս փոքր տարածաշրջաններում եւ մենք պիտի պատրաստ լինենք, այո, ցանկացած սցենարի, ես հիմա երկար չեմ կարող բացել փակագծեր, այսպես ասել, Իրանում հնարավոր սցենարների մասին, վատագույնը կլինի սեպարատիստական ինչ-որ շարժումները։ Իդեպ հետաքրքիր է, իմ կարծիքով նախագահ Տրամպը սխալ, եթե թույլ կտակ ասել, այսպես քաղաքականություն է վարում, նա այդպիսով միավորում է Իրանի բնակչությանը, ինչու որովհետեւ նրանք ասում են, հա մենք չենք սիրում այաթոլլահին, ներողություն, այսպես պարզ ասեմ, բայց ինչա Իրանը մասնատում են, օրինակ։ Այսինքն Իրանը սիրում ենք։ Բայց Իրանը սիրում ենք։ Լավագույն սցենարը դա կլինի եւ իդեպ Հայաստանը ինչով է լավ դիրքերում, այստեղ Մոսադի գործակալներ չկան, մեծ մեղադրանքներ չեն հնչեցվել, որ մեր տարածքով ուրեմն Իսրայելը ինչ որ գործողություններ է իրականացնում, այո, Իսրայելը Ադրբեջանի դաշնակիցն է, դա որը մեկի համար գաղտնիք չի, Հայաստանի հետ կապված այստեղ հարցեր չեն կարող լինել, այլ հարցը, կրկնեմ, վատագույն սցենարը մասնատումներն են, վատագույն սցենարը, որ ռեժիմը մնաք աղապարվի, լավագույնը, որ ներսում տեղի ունենան փոփոխություններ, ռեֆորմիստների տեսքով շահի որդին ես ռեալ չեմ համարում։ Կառավարելի։ Եվ այստեղ Չինաստանն է հայտարարել, որ պատրաստվում է հրթիռներով աջակցել, ես կարծում եմ ԱՄՆ-ն կարող է այդ ճանապարհը փակել։ Տեսեք, այստեղ նավթի գների խնդրի մասին մենք կարող ենք խոսել, առաջիկա 1 ամիս կարևոր է լինելու Տրամփի հանդիպումի հետ կապված եւ կարծում եմ այս շաբաթ արդեն ակնհայտ կլինի Տրամփը ինչ է որոշել Իրանի վերաբերյալ։ Շնորհակալություն։ Հարցում մենք տեսնում ենք, որ Իրանի պատերազմը անխուսափելիորեն այսպես կրկոտ արձագանքներ է գեներացնում Հայաստանի ներսում, նաև կարծում եմ դրան պետք է անդրադառնանք, ինչ եք տեսնում, ամենայն դեպս այն, որ բոլոր այդ պուտինիստ շրջանակները միանգամից դարձել են իրանասեր, չէ, ընդ որում չափից ավել, մենք էլ ենք սիրում Իրանին, այո, դա երկիր քաղաքակրթություն է, հարգանքի արժանի, բայց այն ինչ կատարվում է, որոշակի զսպվածություն է պահանջում մեր պետությունից, մինչդեռ այս մարդիկ ինչ-որ ավել բան են ուզում, համեցեք։ Դե ակնհայտ է այդ շրջանակը պատերազմ Հայաստանի Հանրապետությանը հնարավոր բոլոր ու անհնար մեթոդներով տուրբուլենտ իրավիճակների մեջ ներքաշել։ Եվ այդ իրավիճակներում սեփական քաղաքական շահերը որոնելը, գտնելը, դրա վրա ձեռքեր տաքացնելը։ Նպատակը այդ շրջանակի պարզը ակնհայտ է, այդ նույն շրջանակն է, որ Հայաստանի Հանրապետության շահն ու տեսլականը մի կողմ դրած Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի շահերն է փնտրում տարածաշրջանում։ Հիմա այդ համատեքստում կա շրջանակ, որ անգամ պատրաստում է իրան զորք ուղարկի եւ այդպեսի
պնդումներ էլ կա, եկեք զորք հավաքենք, չգիտեմ, ինչ-որ մի հատ գումար տակ կազմենք, գնանք Իրանը փրկենք։ Տավտոլոգիայի ժանրից է, էլի սա իրականում։ Այդ նույն շրջանակի հետ փայլուն հակազդում է այդ շրջանակին եւ իրեն զգում է այնպես, ինչպես ձուկը ջրում օրվա իշխանությունը։ Ինչ ա եղել։ Պատերազմի մունետիկներին հակադրում է խաղաղության օրակարգը, խաղաղության խաչմերուկը, թրիփը եւ այս համատեքստում փորձում է իրավիճակի վրա լղոզող էլի այսպես պատկեր ստեղծել ու հանուն արդարության պետք է ասենք, որ իր օրվա իշխանությունների մոտ ստացվում է։ Բայց այ խնդիրները Իրանից եկող եւ Իրանի պատերազմից բխող խնդիրները որքանով է լրջագույնս Հայաստանի Հանրապետության ներսում քննարկում, սա կարծում եմ մի մասը փակ է, մի մասը ուղղակի երևի թե չի էլ երևում։ Փակը անվտանգության խորհրդի նիստերի շրջանակում տեղի ունեցած քննարկումների արդյունքում թե ինչ է պետությունը մտածում դրա ուղղությամբ, հատկապես սպասվելիք փախստականների հոսքը կառավարելի դարձնելու հարցում մեր հիմնական սպառնալիքը դա կարող է լինել։ Վերջացրած Իրանում իշխանության փոփոխությամբ, այդ նոր իշխանության հետ կամուրջներ գտնելով կամ այս իշխանության հետ հարաբերությունները պահպանելով Ադրբեջան-Իրան հարաբերությունները, սա փակ մասն է։ Ամեն դեպքում Հայաստանի Հանրապետության համար վտանգավոր կլինի Իրանի մասնատումը եւ այդ սեպարատ գործողությունները, որ կարող են այնտեղ լինել, եւ շատ ավելի վտանգավոր կլինի, եթե այդ գործողությունների արդյունքում հազարավոր, տասնյակ հազարավոր փախստականներ ուղակի դուրս գան Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Այս ուղղությամբ պետք է մտածենք եւ որևէ պարագայում ներսում ինչ որ խամաճիկային քաղաքական շրջանակների թույլ չտանք Հայաստան-Իրան հարաբերությունների մեջ մխրճվել եւ սեպ դառնալ այդ հարաբերություններում կամ հակառակը։ Իրադարձությունների հետագա զարգացմանը պետք է հետևել, իհարկե մեզ համար հրաշալի տարբերակ կլինի Իրանում իշխանության փոփոխությունը, ավելի դեմոկրատական, քաղաքակիրթ աշխարհի հետ հարաբերվող, ժողովրդավար Իրանի իբրև ունենալը, սա կլինի փայլուն տարբերակ, բայց կգնա այդ ուղղությամբ թե չի գնա ժամանակը ցույց կտա, կապրենք կտեսնենք այո։ Դե ինչ էլի որպես մասնակից իմ կարծիքն էլ ասեմ, նախ եւ առաջ այո մեզ ձեռնտու է որ process-ներն այնտեղ ընթանան որքան հնարավոր է արագ։ Որովհետեւ եւ դա լավ է թե Իրանի հարևանների համար, թե հենց իր Իրանի համար եւս, որովհետեւ յուրաքանչյուր օր հավելյալ այս պատերազմի դա ավերածությունները Իրանի համար եւ դժվարություններ ապագա Իրանի համար։ Խամենեի մահվանից հետո, այնպես ինչպես Ստալինի մահվանից հետո, որ նույնիսկ եթե համակարգը չի փոխվում, այնուամենայնիվ երկիրը չի կարող չփոխվել։ Որքան էլ որ իր որդին է այնտեղ, բայց ես չեմ կարծում, որ նա այսպես նույն դերակատարումն ու նույն կշիռը կունենա, ինչ իր հայրը։ Հայոց քանի օր կմնա այս։ Եվ նույնիսկ օրերի մասին են խոսում, ամենայն դեպս նա հիմա դարձել է թիրախ համար 1։ Ընդ որում նա չունի այն ասկետի համբավը, որը պատշաճում է այդ պաշտոնին իր կողմից զբաղեցրած, դրա մասին այդ սկանդալային հրապարակումներ կան, ընդ որում դրա մասին իրանական հասարակության լայն շրջանակներն են տեղյակ, բայց դա թողենք Իրանին, մեր խնդիրը ո՞րն է այստեղ։ Այո, ամեն գնով անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը հարվածի տակ չդրվի։ Եվ ջարդել ուղղակի նրանց թևերը, որ անում է դրա ուղիղ հակառակը մեր ներսում։ Դա մեկ։ Երկրորդը, այս հնարավորությունը օգտագործել արագացնելու այն process-ը, որը մենք ունենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, իշահ մեզ։ Այդ հնարավորությունն այսօր, քանի պատերազմը շարունակվում է, մեզ համար այնուամենայնիվ եկեք խոստովանենք, որ բացվում է։ Եվ երրորդը, ես հասկանում եմ իշխանության տրամաբանությունը, թե ինչու, ասենք, Փեզեշքյանին նամակ գրեց Փաշինյանը ցավակցելով զոհերի այդ կապակցությամբ, թե ինչու այդ Մոջթաբա Խամենեին, որին իրանցիներն էլ մի անգամ չեն տեսել, ասենք ճառասելուց։ Նա իսլամական իրավունքի դասախոս է համալսարաններից մեկում, բայց շնորհավորում է դե հարևանը,
կունենակ ուրիշ ղեկավար, ուրիշին կշնորհավորի։ Դա այդ տրամաբանությունն էլ է միանգամայն հասկանալի, բայց ես կարծում եմ սրանք ֆորմալ խնդիրներ են եւ ֆորմալ քայլեր են, որը ասենք որևէ բանով չի պարտավորեցնում, բայց կարող է պարտավորեցնել Իրանի օրվա իշխանությանը կամ որոշում ընդունողներին, որոնք արդեն ապակենտրոնացել են, այնուամենայնիվ մոջթաբայով, բայց ռեալ իշխանությունն այսօր կորպուսի սեփահի ձեռքում է։ Կարող է այն միատար չէ, բայց այնուամենայնիվ այդ շրջանակն է այսօր որոշում ընդունում, այո, եւ հանում նրա, որ Հայաստանը հարվածի տակ չհայտնվի, ինչ որ ռևերանսներ ֆորմալ, պրոտոկոլային միանգամայն հասկանալի են, քանի որ այլ բան մենք այլ քաղաքական ռեսուրս չունենք, բայց սրանից չպետք է հեռու գնացող ինչ որ եզրակացություններ արվեն, կամ ոգևորվեն, կամ ինչ որ են օրնիտոլոգիական ծագումնաբանությամբ խմբերն էլ, ասենք, զորքերով ուզենան գնան արծիվները գնան այնտեղ կռվել։ Այսքանը Արման համեցեք։ Ես կուզեի մենք ընդհանրապես նաև քննարկեինք Իրանի նկատմամբ ձևավորված ծոցի երկրների, ինչպես նաև միջազգային հանրության կուտակված հարցերը, որոնց հիմքում միջազգային իրավունքի սուբյեկտ երկրի, ՄԱԿ-ի անդամ երկրի, մեկ այլ ՄԱԿ-ի անդամ երկրի ուղղակի գոյության հետ անհաշտ գտնվելն էր։ Եթե դու ճանաչում ես քո գոյության իրավունքը եւ ՄԱԿ-ի անդամակցության ՄԱԿ-ի Միացյալ Ազգերի կազմակերպության անդամ երկիր ես, դու չես կարող օրինակ Իսրայելի մահը ուզել կամ Միացյալ Նահանգների դարձել գաղափարախոսություն, որի վրա կառուցված է քո ամբողջ պետական համակարգը։ Այստեղ մեր համակրանքները եւ մեր վերաբերմունքներն էլ պետք է որոշակի նաեւ քաղաքական բնավորություն եւ տեսք ստանան։ Սա չափազանց եւ ողնաշար եւ որքան էլ իհարկե մենք Իրանի հետ ունենք պատմականորեն եղբայրական նույնիսկ հարաբերություններ, բայց այս իրողություններին չենք կարող այդպես աչքերը փակել, որովհետեւ դրանք կան եւ նույն միջուկային զենք ունենալու Իրանի մղումները եւ Պակիստանի մղումները ամբողջությամբ տարբեր են։ Պակիստանի հետ մենք տևական հարաբերություններ նույնիսկ չենք ունեցել, բայց Պակիստանը որևէ երկրի մահ գոնե իր հրապարակային դրսևորումներով երբեք չի առանձնացել եւ սա չափազանց կարեւոր է։ Ես շատ պիտի ուզեի, որպեսզի մենք քանի որ խաղաղության մասին խոսեցինք եւ անվտանգության մասին խոսեցինք եւ նաեւ խոսում ենք հնարավոր զարգացումների մասին, որ կարող է այս պատերազմը առաջ բերել։ Առանց ներքին ամրության, առանց ինստիտուցիոնալ կարողություններ ստեղծելու, առանց դիմակայուն հասարակություն ունենալու, դիմակայուն պետական ինստիտուտներ ստեղծելու, մենք այդ արտաքին սպառնալիքներին դիմակայելու շատ քիչ հնարավորություն կունենանք։ Ընդհանրապես արտաքին սպառնալիքները այնքան են, որքան մեր ներքին ուժերը թույլ են տալիս։ Որքան մենք թույլ ենք ներսից, այնքան արտաքին սպառնալիքները ավելի ուժգին են։ Եվ այս իմաստով նաև այս ընտրությունները եւ այս ընտրություններին այս պատրաստվելու շրջանը կարևոր է ցույց տալու, թե մենք որպես պետություն որքան ենք ուժեղ։ Եվ այս ընտրությունները նաև ավելի դիմադրողունակ պետություն դարձնելու գոնե պիտի միտված լինեն Հայաստանը, որպեսզի այդ բոլոր ռեգիոնալ հնարավոր զարգացումները իսկ անկախ պատերազմի ելքից, ինչպես դուք իրավամբ նշեցիք, դրանք անխուսափելիորեն ծագելու են, նույնիսկ եթե ռեժիմը մնա, ռեժիմը գնա, մենք չգիտենք ինչ զարգացումներ կլինեն, միևնույն է դրանք հետևանքներ են ստեղծելու ամբողջ ռեգիոնի համար
եւ Կովկասի համար ամբողջությամբ եւ Հայաստանի համար մասնավորապես։ Մենք տեսնում ենք, որ ինչ որ տրամադրություններ են փորձում Իրանի ներսում գեներացնել Հայաստանի դեմ։ Փորձել ենք դրա հետքը փնտրել Ռուսաստաններում, ադրբեջանաբնակ շրջաններում։ Ռուսաստաններում, որտեղ իդեպ ադրբեջանական շրջաններում երբեք հակահայկական այսպես տրամադրություններ չեն եղել, հակառակը հայկական եկեղեցիների համայնքի շատ ներդաշնակ գոյություն ենք ունեցել մենք։ Եվ մենք տեսնում ենք, որ հակաիրանական տրամադրություններ են փորձում այստեղ սերմանել եւ հակահայկական տրամադրություններ Իրանի ներսում, որովհետեւ այլ միջոցներ ռուսների ձեռքում արդեն չի էլ մնացել։ Ուրեմն այս պատերազմից գոնե թշնամանք կարողանան ստանալ։ Այստեղ իհարկե զսպվածությունը չափազանց կարևոր է եւ ես պիտի ասեմ, որ Հայաստանի իշխանությունները շատ ճիշտ վարվեցին Խամենեի առիթով այդ միջոցառումներին չմասնակցելը չափազանց կարևոր էր, որովհետև բայց ցավակցությունը անհրաժեշտ է նամակով Փեզեշքյանին, այո, բայց առաջիկայում պետք է հասկանալ նաև թե ովքեր են ընդհանրապես ի վիճակի ներկայացնել Իրանը Փեզեշքյանի վերջին հայտարարությունից հետո եւ նրա կողմից այդ ներողության խոսքը հարևան բոլոր երկրներին կես ժամ ուղղակի արժեք չունեցավ եւ դա էապես նսեմացրեց ընդհանրապես նախագահի ինստիտուտը Իրանում։ Իհարկե մենք գիտենք, որ այդ ինստիտուտը ոչինչ չի իրենից ներկայացնում, բայց պատերազմի պայմաններում դա կարող էր իրապես շատ կարևոր այսպես նշանակություն ստանալ եւ օրինակ Հայաստանի պարտները Հայաստանի առաջնորդի պարտները այս իրավիճակում Իրանի քաղաքական վերնախավում ով է եթե Փեզեշքյանը այլևս չի ներկայացնում կամ այդ կշիռը չունի, այդ արժեքը չունի։ Իսլամական այդ հեղափոխության պահապանների այդ կորպուսը ոչ ոք չգիտի դա ինչ տեսք ունի եւ ինչ սուբորդինացիա, ինչ հիերարխիայի մեջ է։ Եվ այստեղ իհարկե բազմաթիվ հարցեր են ծագում եւ չափազանց կարեւոր է, որպեսզի Հայաստանը մաքսիմալ փորձի չնայած զբաղվածության, չնայած ահռելի ուշադրության կենտրոնացման Միացյալ Նահանգների, մեր մյուս գործընկերների հետ մենք շարունակենք հարաբերությունները հասկանալու թե ինչպես պետք է նաև կարողանանք կառավարել կոնֆլիկտը եւ ձեռք բերված համաձայնությունները Միացյալ Նահանգների հետ Եվրամիության մեր գործընկերների հետ հիմա առաջիկայում Եվրամիության գագաթնաժողով է այստեղ ծրագրվում։ Մենք չգիտենք պատերազմը որքան է ձգվելու եւ արդյոք Հայաստանը օրինակ այդ իմաստով կարող է այդ մասշտաբի միջոցառում ընդունել լինելով Իրանի հարևան երկիր։ Այս հարցերը չափազանց կարևոր են եւ առանց մեր իրական գործընկերների հետ մշտական կապի, իսկ ներդաշնակեցման գործընկերները հաստատապես հյուսիսում չեն, դրանք արևմուտքում են, Ֆրանսիայի հետ, կարծում եմ Հնդկաստանի հետ, Միացյալ Նահանգների հետ պետք է շատ ավելի ինտենսիվ շարունակել շփումները, որտեղ առաջ են գալու նոր տնտեսական խնդիրներ, նավթի գների հետ կապված, գազի swap համակարգը հիմա այլևս չի գործում, մեր ամբողջ պարենը արդեն թանկացումներ ունենք խանութներում, պիտի հասկանանք ինչպես ենք այդ բոլոր խնդիրներին ուրեմն լուծում գտնում։ Դրանք օբյեկտիվ հարցեր են, որոնք գոյություն ունեն, շատերը առաջ են գալու առաջիկայում, ավելի են մեծանալու այդ խնդիրները եւ այս նախընտրական, այս պատմական, ճակատագրական փուլում ավելացնելու են հարցեր, որոնք անպատկերացնելի էր, որ կարող է, ասենք 10 օր առաջ մենք դրանց առերեսվեինք։
եւ այստեղ չափազանց կարեւոր է նաեւ քաղաքական ուժերի, հասարակության, այսպես ներդաշնակ ընկալումը այս իրողություններին եւ պատրաստ լինել ավելի երկարաժամկետ ուրեմն զարգացումների, որոնք հնարավոր չէ ըստ պահին նույնիսկ պատկերացնել ինչ ընթացք կստանա։ Դավիթ, եւ ձեզանով էլ եզրափակենք, փաստորեն սա մի հարց է, որը պահանջում է գնահատականներում, որ մենք զերծ լինենք, այսպես ասենք, ֆուտբոլային երկրպագուի սինդրոմից, հա, ինչը, ասենք, ցանկացած հանրային գիտակցությանը սովորաբար բնորոշ է, հա, լավ տղան սրանք են, վատ տղան նրանք եւ այլն, մանավանդ Հայաստանի պարագայում մի փոքր երկիր, որը ազդեցություն չունի այս կոնֆլիկտի վրա, բայց կարող է այս կոնֆլիկտից մեծապես ազդվել, ընդ որում նույնիսկ էգզիստենցիալ մակարդակի, եթե իրեն սխալ դիրքավորի։ Համեցեք։ Մի քանի նկատառում, իրականում Իրանում կատարվողը շատ կարևոր է։ Իրականում Իրանում կատարվողը այս կամ այն սցենարի դեպքում, եթե ամեն ինչ գնա ամենանեգատիվ դեպրեսիվ սցենարով, սա լուրջ գոյաբանական մակարդակի մարտահրավեր է բոլոր հարևան երկրների համար եւ Հայաստանը այստեղ բացառություն չէ։ Դա ենթադրում է, որ ռեժիմը պահպանվում է։ Ես հիմա դա ասել եմ բանտալուջան։ Երկու սցենար եմ ընդհանրապես տալիս, ամենալավագույնը եւ ամենադեպրեսիվը։ Իրականում, եթե մենք փորձենք շատ խոր ուսումնասիրել, սցենարները կարող են տասնյակ լինել։ Դրա ժամանակը չունենք։ Մոդիֆիկացիաներով, բանով, իհարկե։ Ամենալավագույն սցենարը մեզ համար, եթե Իրանում շուտապույտ իշխանափոխություն է տեղի ունենում, կղերապետությունը փլուզվում է եւ ստեղծվում է ժողովրդավարական իշխանություն։ Սա մեզ համար ուղղակի նվեր է լինելու։ Բոլոր ակումբներով, այդ թվում նաև նրանով, որ մենք Ռուսաստանի հայկական հակակշիռը ստանանք տարածաշրջանում, ինչը մեզ համար շատ կարևոր է, այդ թվում նաև տնտեսական առումով։ Ամենադեպրեսիվ սցենարը դա Իրանի սիրիացումն է, այն կարող է տևել տարիներով։ Հեզբոլլահներ, համասներ, թուրքոմաններ, ադրբեջանցիներ, քրդեր, բելուջներ, այո։ Մենք գտնվում ենք շատ վատ տարածաշրջանում այդ առումով, սա ամենադեպրեսիվ սցենարն է, ես նույնիսկ չեմ ուզում խոսել այն մասին, թե ինչով կարող է սա ավարտվել մեզ համար։ Հուսանք, որ դա տեղի չի ունենա։ Ինչի վրա ես ուշադրություն կդարձնեի, Իրանը մեզ համար դաս եղավ, որն է այդ դասը։ Մենք ունենք մեր տարածքում 102 ռազմաբազա։ Մեր հասարակությունը էմոցիալ մակարդակով շատ դեպքերում պահանջում է, որ մենք այստեղ ունենանք ամերիկյան ռազմաբազաներ, ֆրանսիական ռազմաբազաներ։ Այսինքն լուծումը բազան է, փրկիչներ։ Սա էմոցիաներ են։ Իրանը ցույց տվեց, որ նույնիսկ ամերիկյան ռազմաբազան դա փրկություն չէ։ Դա ոչ միայն փրկություն չէ, դա թիրախ է։ Որևէ մեկը չէր կարող պատկերացնել, այդ թվում նաև ես, որ Դուբայը կարող է թիրախ դառնալ։ Որ Արաբական Միացյալ Էմիրությունները կարող են թիրախ դառնալ։ Իրենք թիրախ են դարձել այն պատճառով։ Այո։ Ну, իմ համար կոնկրետ էմիրություններն են։ Ես միշտ մտածում եմ, որ դա չափազանց նույնիսկ ներդրումային առումով ապահով երկիր է։ Բայց Քաթարը Համասի հովանավոր երկիր է։ Դրա համար Քաթարի մասին չենք խոսում։ Դրա համար խոսում ենք Էմիրատների մասին։ Իրանի Դրա համար Էմիրատների մասին ենք խոսում։ Իդեպ այսօր Միացյալ Նահանգները եղբայր մուսուլմաններին հայտարարել են որպես առանձնակի տերորիստական կազմակերպություն։ Ինչ եմ ես ուզում ասել, պարոն Մեհրաբյան, ես դա միշտ պնդել եմ եւ հիմա երկու անգամ ավելի պնդելու, որ մեզ պետք չեն օտար ռազմաբազաներ։ Եվ ռուսական, եւ ամերիկյան, եւ իրանական։ Մեզ պետք չէ։ Միակ Հայաստանում ներկա ռազմական ուժը դա պետք է լինի Հայաստանի Հանրապետության զինված ուժերը։ Դա բոլոր առումներով ամենաապահով սցենարն, ինչը վերաբերվում է զինված ուժերին։ Եվ երրորդ հանգամանքը, շատ է չէ խոսվում, որ այդ ձեր ասած հայտնի ուժերը, լեյտենանտ Շմիդտի զավակները, որդիները շատ են չէ ասում, մեզ պետք են երաշխավորներ։ Մեզ պետք երաշխավորներ, հա, Ռուսաստան, Չինաստան, Իրան, ես չգիտեմ, չէ։ Նախ ամենակարևորը այդ նույն ուժերը ասում են, որ աշխարհակարգը փլուզվում է,
Եթե աշխարհակարգը փլուզվում է, ստեղծվում է նոր աշխարհակարգ, պետք է հասկանալ, որ այդ նոր ստեղծվող աշխարհակարգում երաշխավոր ինստիտուտ գոյություն չունի։ Այո։ Անվտանգային երաշխավոր ապրիորի գոյություն չունի այսօր։ Հետևաբար դա ռուդիմենտ է միջազգային հարաբերություններում այս բան։ Խոսել այդ Նոր մասին աշխարհակարգը իր երաշխիքներով միգուցե երաշխավորներով միգուցե ես չգիտեմ դա երբ կլինի։ Այսինքն խոսել այդ մասին նշանակում է տառապել քաղաքական պոպուլիզմով, խաբել մարդկանց կամ խափնվել ինքդ, ես չգիտեմ ինչն է ավելի վատ քաղաքական ուժի համար։ Եվ վերջում ամենակարևորը ըստ իս, սա մենք խոսում ենք լոկալ խնդիրների մասին, որ այդ իրանյան խնդիրը կարող է տալ մեզ համար հետևանք, հա։ Հիմա գլոբալը։ Ես շարունակում եմ վստահ լինել, ես վստահ եմ այդտեղ այս հարցում, որ Իրանում այս պահին մեծ հաշվով պատերազմ է գնում Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ։ Սա մեծ պատերազմ է, գլոբալ կոնֆլիկտ է, գլոբալ հակամարտություն է։ Սա առևտրային պատերազմների շարունակությունն է, սա Վենեսուելայի, Լիբանանի, Սիրիայի շարունակությունն է։ Հիմա հերթը հասել է այդ հրապարակը, հա, տարածքը, որտեղ պատերազմը գտնում է հակամարտությունը, դա Իրանն է։ Հետևաբար մենք պետք է հասկանանք մեկ բան։ Մենք պետք է տեղավորվենք այսօր գոյություն ունեցող համակարգում, աշխարհաքաղաքական կոորդինատների համակարգում, այնպես, որպեսզի մեր շահերը նույնական լինեն Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի հետ։ Սա մեզ համար ոչ թե սա մեզ համար հրամայական է։ Մենք ես չեմ ասում դա լավ է թե վատ է։ Մենք չունենք այլ ընտրանք։ Այսօր խոսել Ռուսաստանի մասին, խոսել Իրան, Ռուսաստան, չգիտեմ, ինչ որ բևեռներ են գծում, գծեր են տանում, հա, սա քաղաքական տհասություն է։ Կա Ամերիկայի Միացյալ Նահանգներ, կա Դոնալդ Թրամփ, որը գնալու է Պեկին ապրիլին եւ հանդիպելու է Սի Ցզինպինի հետ, եւ կա տրամաբանություն համաշխարհային։ Այս մարդը կառուցում է այսօրվա դրությամբ տրամաբանություն։ Եթե մենք օգոստոսի 8 չունենայինք, մենք կարող ենք այս պահին սյուդիկ չունենայինք։ Այո։ Կարող ենք, սա հնարավոր է։ Մենք ոտատակում լինենք։ Այո, այն ինչ որ իրենք ասում են, չէ, բա գնացին եվրադիտորդներին բերեցին այստեղ, սարքեցին Հայաստանը գերտերությունների հակամարտության բախման օջախ, շարլատանություն։ Եվրոդիտորդները դուրս կան, այդ նույն ուժերը քննադատում էին Փաշինյանին, ասում էին, այս եվրոդիտորդներին հանում Եվ են։ հիմա ոչ պատահականորեն ձեռնշատ շրջանակների պարագլուխը, երկրորդ նախագահ կոչվածը հայտարարում է, որ պետք է Իրանին տեղեկացնել, որ այդ թրիպը հետախուզական տեղեկությունների համար է Իրանի դեմ։ Հետո ինքը Հայաստանն է պատերազմել։ Էստի համեցեք Այսինքն այս աստիճան, այս ամբարոյականների այս որջը անպատկերացնելի է։ Ես ուղղակի ավարտեմ, հա, այսինքն հետևելն է տրամաբանությունը։ Մենք պետք է տեղավորվենք այս պարադիգմայում։ Մենք տեղավորվել ենք, մենք պետք է հետևողական լինենք։ Այս պահին սա է, այդ հոսքը, քաղաքական հզոր հոսքը սա է։ Մենք կամ տեղավորվում ենք այդ հոսքում, կամ այդ հոսքից դուրս ենք մնում։ Եթե մենք մնում ենք հոսքը շուտ տանում է մեզ։ Տեղավորվելու համար մեզ պետք է քաղաքական լայն համախմբում այդ օրակարգի շուրջ։ Չի կարող մի քաղաքական ուժը եւ մի քաղաքական գործիչը իր վրա այդ ամբողջ բեռը վերցնել եւ պետության համար կենսական կարևորության, գոյաբանական կարևորության այս հարցերի միայնակ եւ դառնալ թիախ մեր թշնամիների համար, որտեղ վերացնում ես դրան ամբողջությամբ վերանում թույլ է գալիս ամեն ինչ։ Շնորհակալ եմ Լիլիթ, շնորհակալ եմ Հարություն, Արման, Դավիթ, շնորհակալություն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, որ այսքան մեզ դիմացակ։ Մենք ինչպես ասացի, պարբերաբար կհանդիպենք այս քննարկման ձևաչափում, ուղիղ եթերում եւ կխոսենք ամենաակտուալ հարցերից։ Իսկ մինչ նոր հանդիպում ձեզ խաղաղություն եւ ամենայն բարիք։